Ապօյինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը ներքին գործերի նախարարության ոստիկանության ուշադրության կենտրոնում է, ինչը պարբերաբար փաստվում է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերը մի քանի անգամ գերազանցող խմբաքանակների հայտնաբերումներով։ Հերթական բացահայտումը այս դեպքում թմրամիջոցների մաքսանենգության արձանագրվել է մայիսի 1-ին։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ հետախուզական ծավալուն միջոցառումներով տեղեկություն էին ձեռք բերել, որ արտերկրից Երևան ժամանող 52-ամյա մի տղամարդու ուղեբեռում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ կան։ Տեղեկությունը փոխանցվել է պետական եկամուտների կոմիտե համապատասխան հսկողություն սահմանելու նպատակով։ Ապօյինի թմրաշրջանառության դեմ պայքարող քրեական ոստիկանները օպերատիվ տվյալները վերջնականապես իրացնելիս համագործակցեցին պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ համայնքային ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժնի ծառայողների հետ։ Արդյունքում Աթենք-Երևան չվերթի ժամանումից հետո մաքսային զննման ենթարկվեց 52-ամյա տղամարդու ուղեբեռը, հայտնաբերվեցին ընդհանուր 4000-ից ավելի էքստազի տեսակի թմրամիջոցի հաբեր, 970 գրամ կոկային, 885 հատ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող սուբուտեքսի հաբ, 5 գրամ նույն հաբի վնասված կտորներ, ինչպես նաև տարբեր գրառումներով 15 դեղապատիճ։ Հայտնաբերված թմրամիջոցների շուկայական արժեքը գերազանցում է առնվազն 200 միլիոն դրամը։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, 52-ամյա տղամարդը ձերբակալվել է, հանգամանքները նախաքննության պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։